Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա ընթերցումների մեջ Եսայու մարգարեությունից մի հատված կա, Եսայի 5-րդ գլուխ 8-րդ համար, ուր մարգարեն խոսում է ագահության մասին։ Վայ նրանց, որոնք իրենց տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջը արտաքսեն և հեռացնեն, բայց միթե երկրի վրա միայն դուք եք ապրելու։ Ինչ նման է, չէ, այսօրվա հայկական իրականության հետ, որ մարդը կարող է այնքան ագահ լինել, որ ամեն ինչ համարի իրենը, սա իմն է, այս ծառն իմն է, այս սարն իմն է, ամեն ինչ իմն է։ Եվ մտովի գնանք Ղուկաս ավետարան, կարդանք Ղուկասի 12-13 համարից։ Վերնագրված է անմիտ մեծահարուստը։ Փաստորեն մեծահարուստներն են անմիտ լինում, երբեմն։ Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ կիսի է բաժանի»։ Եվ Հիսուս ասաց. «Ով մարդ, ինձ ով դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր երկուսի վրա»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեն ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ասելով. մի մեծահարուստ կար, արտերը առատ բերք տվեցին, և այս մարդը մտածեց. տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ գրեթե չկա։ Եվ ասեց. գիտեմ ինչ անել, ասաց նա, թե ինչ պետք է անեմ, կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կկառուցեմ և այնտեղ կհավաքեմ ցորենը և իր ամբողջ բերքը ու ինքս ինձ կասեմ. ով մարդ, շատ տարիների համար ամբարած բազում բարիքներ ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր։ Աստված նրան ասաց. այ անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես ում է լինելու։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա։ Հիմա սիրելիներ, ինչ վատ բան է արել այս մարդը։ Արտը բերք է տվել, շատ բերք է տվել, տեսնում է, որ ամբարները, պահեստները փոքր են, այդ ամբողջ բերքը չի կարող կուտակել իր փոքրիկ ամբարների մեջ, մտածեց, որ սա քանդի ամբարները, պահեստները, ավելի մեծերը կառուցի, որ իր ստացված բերքը տեղավորի այնտեղ և մի քանի տարի կամ բազում տարիներ անհոգ ապրի, ուտի, խմի, ուրախ լինի։ Բայց արույտես Աստված ուրիշ բան է ասում։ Աստված ուրիշ բան է ասում։ Մեզ թվում է, թե կուտակելով, հավաքելով, շատ մտածելով և հոգս դարձնելով այդ հարստությունը կամ ինչքը կամ փող կուտակելով, ինչ-որ լավ ապագա կառուցելով, երբեմն լավ բան ենք անում մտածելով և հոգս դարձնելով այդ կուտակել, բայց Աստված ասում է, որ դու անմիտ ես, այսինքն անխելք բան ես անում։ Հիմա
Ագահությունը ինչ է։ Կռապաշտություն է։ Ինչ է կռապաշտությունը։ Այն, ինչ որ Աստծուց վեր ենք համարում։ Ամենից շատ ինչ որ սիրում ես, Աստծուց առավել, դա քեզ համար կռապաշտություն է։ Ուրեմն ագահը միշտ ցանկանում է ավելին ունենալու։ Եվ այս ցանկությունը անսահման է եւ անվերջ։ Մարդը կոնտրոլից դուրս է գալիս, ինքնակառավարումից դուրս է գալիս, անընդհատ ուզում է կուտակել, հավաքել, հարստանալ, եւ սա չի վերաբերվում փողատերերին։ Հարուստը վատ բան չի, բայց միայն փողատեր լինել դա նշանակում է անմտություն, որովհետեւ փողից բացի ուրիշ բան չունի, խելքել չունի։ Ամեն ինչ ունենալ, ագահության նշանաբանը, ինչ որ տեսնում ես, ուզում ես ունենալ, փող, հարստություն, իշխանություն եւ ամեն ինչ, ամբողջ աշխարհը տան, դու երկրորդ աշխարհն ես ուզենալու ունենաս։ Սիրելի հավատացյալներ, Աստված հարուստներին դեմ չէ։ Հարստությանը դեմ չէ Աստված։ Հարուստ լինելը մեղք չէ, բայց սխալ է շատ հարստանալու մոլուցքը, ցանկությունը եւ տենչը։ Իմիջիայլոց աղքատներն էլ կարող են ընկնել այս հոդվածի մեջ։ Համաձայն եք։ Աստված մեզ տալիս է բարիքներ։ Այս մեծահարուստը չհամարեց, որ Աստված տվեց իր այդ շատ արտերի բարիքները, որովհետև երբ որ տեսավ այդ հարստությունը, որ իրեն պիտի ամբարի եւ տարիներով վայելի, մոռացավ Աստծուն։ Աստծու անունը նա չտվեց։ Չասեց Տեր Աստված, շնորհակալ եմ, որ արտերս հեկտարներով բազում ուրեմն բերք ու բարիք տվեցին։ Նա այդ մասին չի ասում։ Ուրեմն երբ որ բախտի բերմամբ կամ պատահմամբ մարդը երբ որ հարստանում է, նա մոռանում է Աստծուն։ Մենք չենք կարող մեր հույսը կապել մեր ունեցածի հետ, ասում է Հիսուս։ Երբ որ այն ժամանակ, երբ որ քո փողի, իշխանության, կարողության վրա ես դնում քո հույսը եւ ապագան, դա դատապարտված է ձախողման։ Այս մարդը առակի այդ մեծահարուստը հույսը դրեց իր ունեցածի վրա եւ Աստված հակառակվեց սրան։ Մեր հույսը պիտի դնենք հարստություն տվողի վրա, երկնավոր Տիրոջ վրա, ոչ թե հարստության, այլ սկզբնաղբյուրի։ Ինչ որ մեր մտքով անգամ մտածում ենք, այն հայտնի է Աստծուն։ Այս մարդը ընդամենը մտածում էր ինչ է անելու։ Մտածում էր այս անի, այն անի, ինչ պիտի անի։ Տեսեք, Աստված մտնում է մտքերի մեջ եւ կարդում է մեր բոլոր մտքերը։ Ինչ ես մտածում դու հիմա, վաղը, երեկ, առաջի օրը, վաղը ինչ ես մտածելու։ Աստված գիտի քո մտածմունքը։ Աստված տեսնում է քո մտածելակերպը։ Ինչ ես խորում, ինչ ես մտածում, լավ, վատ, բոլորը գիտի։ Շատ հարստություն ունենալը մեծ հոգս է ու մտահոգություն է առաջ բերում։ Շատերս այս մասին գիտենք, որովհետև շատ հարստությունը ոչ թե ապահովություն է, ոչ թե նման մի բան, այլ մեծ հոգս է, մեծ հոգս, շատ մեծ հոգս է, մտահոգություն է։ Մեր կարևոր որոշումները պիտի
կառուցենք Աստծո հետ։ Աստված ուզում է, որ ինչ որ մտածում ես, իր հետ խորհրդակցես, իր հետ զրուցես, իր հետ խորհրդակցես, այսինքն ինչ է նշանակում սա։ Մի կարևոր որոշում, երբ որ ուզում ես կայացնել, ասա Տերը, ինչ կաներ այս պարագայում, այս հարցում Հիսուսը ինչ կաներ, ոնց կաներ Հիսուս։ Այսինքն խորհրդակցես Աստծո հետ, զրուցես, աղոթես իրեն, օգնություն խնդրես։ Մեր կարևոր որոշումները պիտի կայացնենք Աստծով։ Ոչ թե միայնակ որոշումներ կայացնենք։ Երբեմն միայնակ որոշումները բերում է սրան, ինչ որ մեծահարուստի հետ քիչ հետո կտեսնենք։ Պետք է գոհ լինել մեր ունեցածով։ Մի փիլիսոփայի հարցրեցին, ինչու ես այդպես ժպտուն, երեսդ երջանիկ, ուրախ ես, շատ բան չունես, բայց ուրախ ես։ Ասեց, ես ունեմ այն, ինչ որ ունեմ և դա ինձ բավարար է։ Ուրախությունը և երջանկությունը պայմանավորված չէ գրպանի պարունակության հետ, պայմանավորված չէ գլխի ունեցվածքի հետ, պայմանավորված չէ ոչ մի բանի հետ։ Երջանիկ է նա, ով բավարարվում է իր ունեցածով։ Միշտ ավելին և ավելին ունենալը մեղք է և հանցանք։ Սիրելի հավատացյալներ, տգիտություն է Աստծո գիտությունը չունենալը։ Ովքեր իրենց համարում են գիտուն, իմաստուն, փիլիսոփա, գիտնական, բայց չունեն Աստված։ Աստծո հայացքի ներքո նրանք տգետ են, որովհետև մի մարդ, եթե չունեցավ Աստծուն, ամենաաղքատ մարդն է, ով էլ ուզում է լինել։ Անհավատները միշտ իրենց համարում են խելացի, սա փաստ է։ Իմիջիայլոց այսօր մոդա է դարձել աթեիստ են բառը, հայտարարում են երիտասարդները, ես աթեիստ եմ։ Չի էլ հասկանում աթեիստ բառի իմաստը։ Եվ որ ասում ես ինչ է աթեիստ, չգիտի, անգամ իր պատկանելությունը չգիտի։ Անհավատները միշտ իրենց համարում են խելացի։ Չարժե շատ մտահոգվել ապագայի համար, ինչը անում էր Աստված, չունեցող մարդիկ։ Երբ հասնում ենք որևիցե մի հաջողության, ոչ թե պիտի մեզ հպարտացնենք, թե իբր մենք հասանք դրան, այլ փառք տանք Տիրոջը։ Ով է մեզանից այն մարդը, որ ինչ-որ մի բանի հասավ, ասի փառք ես Տեր, դու տվեցիր, դու տարար, դու հաջողեցրեցիր, այս բանը դու արեցիր, ես չարեցի։ Բայց հենց որ մի հասնում ենք մի հաջողության, ամենտեղ այդ մասում, Facebook-ով, բան, ամենտեղ գրում ենք, հասել եմ, նկարներ են գցում, չգիտեմ ան, մի հատ փառք տվեք Աստծուն, ասեք, Տեր, դու հաջողություն տվեցիր, շնորհակալ եմ քեզանից, որ նա մեզ տվեց այդ հաջողությունը, երբեմն մեր ունեցածը չենք կիսում այլ մարդկանց հետ, չենք կիսում, անգամ մի բաժակ սառը ջուրը, երբ որ կիսում ես, մի կտոր հացը, մի կարիքավորին դա կիսում ես, մեր ունեցածը մեզ համար երբեմն դառնում է պատուհաս։ Հիմա այս մարդը ունեցավ մեծ, ուրեմն հարստություն, բայց իր համար դարձավ դա պատուհաս, որովհետև չկիսեց, չբաժանեց, չտվեց կարիքավորին, անտեսեց այդ մարդկանց։ Իմիջիայլոց մենակ մարդը, երբ որ ինքը իր համար ապրում է, դրանից ամենավատ բան չկա։ Չափից շատ հարստություն ունենալը մարդը ինքն իրեն հռչակում է Աստված։ Սարսափելի բան է, երբ որ մարդը ինքը իրեն համարում է Աստված և իր փողը,
իր կարողությունը իր համար Աստված է։ Աշխարհի բոլոր հարստությունները ում են պատկանում։ Տիրոջը։ Աշխարհի համար մեկ մեծահարուստը Աստված է, որովհետև բոլոր սեփականությունները պատկանում են Տիրոջը։ Աստված կտա կամ չի տա, Աստված է տալիս, նա մերը չէ, անգամ մեր ունեցածը մերը չէ, այլ մենք ընդամենը դրա տնտեսներն ենք, կարդանք տնտեսի առակը։ Մեր կյանքի տևողությունը մեզ տրված չէ, այլ Աստծուն։ Հիմա այս մարդը, որ ուներ մեծ հարստություն, նաև ինքը որոշում էր, որ երկար տարիներ ինքը պիտի ապրի։ Ով կարող է մի րոպե ավելացնել իր կյանքին, ով կարող է։ Ես մի անգամ այս մասին էլի եմ պատմել, մի պաշտոնյա մարդու նախկինում էր, գնացի վերջին հաղորդությունը տալու, առանձնացանք և ինքը ինձ ասեց, ամբողջ հարստությունս կտամ մի ամիս ավել ապրեմ։ Պատկերացնում եք, աշխարհի մեր կյանքի տևողությունը մեզ տրված չէ, այլ Աստծուն։ Կյանքի նպատակը ուտել, խմելը չի և չի եղել, վայելել և հանգիստ ունենալ։ Շատերը այսօր կասեն, նպատակը մեր ուտել, խմել, ուրախ լինել, հանգիստ ապրել։ Լավ բան է, վատ բան չի, բայց կյանքի նպատակ, երբ որ դարձնում ես ուտելը, խմելը, հանգիստ ապրելը, դա դառնում է չարիք, նպատակ չպիտի դարձնենք սա։ Իրական կյանքը Աստծո հետ, Աստծո ներկայության մեջ ապրելու մեջ է։ Իրական երջանիկ մարդը նա է, ով ունի իր կյանքում Աստված, ով ունի իր կյանքում ապաշխարություն, ով իր կյանքում ունի աղոթք։ Մեր ունեցածից չի կախված մեր ապահովությունը և երջանկությունը։ Շատ հարուստներ կան, որ երջանիկ և ուրախ չեն իրենց կյանքում, սա հստակ է։ Սխալ չէ հարստություն ունենալ, սխալ է մեր կյանքը և ամեն ինչը պայմանավորել հարստությամբ։ Այսօր շատ է քարոզվում մեզ, մանավանդ Հայաստանում։ Մոռանանք շատ հոգևոր արժեքներ, մտածենք ստամոքսով, փող աշխատենք, ուրախ, հանգիստ ապրենք մեր համար։ Այդպիսի բան չի կարող լինել, եթե չկա հոգևորը, եթե չկա մեր կյանքում Աստված։ Աստված ամեն պահ կարող է մեզանից պահանջել մեր կյանքի հաշվետվությունը։ Ինչ ենք անելու այս ժամանակ։ Կարելի է լինել հարուստ, բայց ոչ ագահ։ Շատերս գիտենք մեծահարուստ մարդկանց, որոնք հարուստ են, բայց երբեք ագահ չեն։ Ագահությունը կործանարար է։ Տեսեք, այստեղ օգտագործվում է անմիտ բառը, անխելք բառը, անմիտ մեծահարուստ։ Անմիտ է այն մարդը, որը ապրում է իր կյանքը առանց ում, առանց Տիրոջ, առանց Աստծու, առանց եկեղեցու, առանց պատարագի, առանց մեղքերի թողության, առանց հաղորդվելու, խղճալի է այդ մարդկանց կյանքը։ Սիրելիներ, մահը գալիս է անակնկալ և չեն կարող հապճեպ ապաշխարել։ Ուրեմն միշտ զգոն լինելու պահի մասին է խոսում Աստված մեզ, որովհետև չգիտես, մահը նման է գողի, որը գալու է գիշերով, չսպասված գիշերով և տանելու է քո հոգին։ Դրամը ոչ թե պահողի, դրամը ոչ թե կուտակողի համար է, այլ դրամը ծախսողի համար է։ Ուրիշների հետ կիսողի համար է դրամը։ Դրամը օգնողի համար է, ոչ թե սեփական մարդու։
մի աշխարհահռչակ հանցագործ կա, ժամանակին սրան սպանեցին, աշխարհի թիվ 1 հարուստ փողատերն էր, հարուստ չէր, փողատեր էր, նարկոբարոն։ Միլիարդներ ուներ հողերի տակ, հողերը փորում էր, միլիարդները դնում էր այնտեղ։ Հիմա մի 30 տարի առաջ սրան սպանեցին, ուր է այդ գումարը։ Իր ընտանիքը վայելեց, ունեցավ, իրաններ դա, ու ինչ տարավ այս աշխարից։ Երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, մահվանից առաջ ասեց. ձեռքերս դագաղի մեջ այսպես կանեք, որ ժողովուրդը տեսնի, բան չեմ տանում այս կյանքից, ոչ մի բան։ Հարկավոր է Աստծո աչքին հարստանալ, սիրելիներ, այսինքն առաքինությամբ, բարի գործեր կատարելով, աղոթելով եւ հատկապես ներելով, ոչ ոք, ոչ մեկին չի կարող ոչ մի բանով վնասել, եթե մարդը ինքը իրեն չվնասի։ Այս խոսքերի հեղինակը Սուրբ Հովան Ոսկեբերանն է։ Եթե ինքդ քեզ չվնասես, եթե ինքդ քեզ վատություն չանես, ոչ ոք այս աշխարհում քեզ չի կարող վատություն անել եւ վնասել։ Հետևաբար սիրելի հավատացյալներ, քույրեր եւ եղբայրներ, ագահության մասին խոսելով, երբ որ նայում ենք մեր գրպանին, թեպետ այնտեղ շատ մեծ գումար չկա, բայց կարող ենք ագահ լինել, կապ չունի, սա փողի հետ կապ չունի, սա դրամի հետ կապ չունի, սա հոգեբանություն է, դաստիարակություն է սա ընտանիքից է գալիս, երբ որ մեկը հոգևոր ներաշխար ունի, իր գրպանի պարունակությունը իրեն հռչակում է հարուստ, որովհետև հարուստ լինելու մեջ հոգևոր բան կա, իսկ որ հոգևորը հանում ենք, ընդամենը փողատեր է նա, Տիրոջ օրհնությունը սերը ամենքիս, ամեն։